Պարոն Պապոյան, շնորհակալ եմ զեկույցի համար, կխնդրեմ կարճ ներկայացնեք մենք կառավարության ծրագրով, աջակցության ծրագրով վերջերս որոշեց փոխհատուցում տալ արտահանողներին, այս պահին ինչ իրավիճակ ունենք արտահանման այդ ծրագրի շրջանակներում եւ կխնդրեմ ներկայացնեք մենք կառավարության որոշմամբ, եթե չեմ սխալվում, վերջերս նաեւ գյուղատնտեսության ոլորտում 0% վարկերի մասով կառավարությունը որոշում ուներ, այդ առումով այս ծրագիրը նախորդ, այսինքն 25 թվականին եղել է, 26 թվականի ծրագրով շարունակական է լինելու, թե ոչ։ Շնորհակալ եմ, սկսեմ վերջից, այս տարի ենք դա մեկնարկել, ապրիլի 6-ին ենք մեկնարկել, նախատեսված է 26-27 թվականների համար, այս պահի դրությամբ արդեն իսկ տրամադրվել է ընդհանուր առմամբ ավելի քան 21 միլիարդ դրամի վարկ, մոտ 14,000 շահառուների, ինչ վերաբերվում է առաջին հարցին, ապա կառավարության որոշումներից մեկով արդեն իսկ ուրեմն մի շարք ապրանքներ, մասնավորապես ջերմոցային տնտեսության ապրանքները նախորդ կառավարության նիստով հաստատվել էր եւ կառավարությունը սուբսիդավորում է իրենց մաքսատուրքը եւ տրանսպորտային ծախսերի մի զգալի մասը, որի արդյունքում արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան եւ այլ երկրներ եւ այս process-ը շարունակական է եւ մենք ակնկալում ենք շատ ավելի մեծ ծավալներ, սա մեկ եւ ըստ էության այստեղ սահմանափակում չկա, ինչքան շատ արտահանեն, մենք այդ ամբողջ ծավալը կսուբսիդավորենք եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ամեն հաջորդ օրը ծավալները շարունակական մեծանում են։ Ավելին քիչ անց կառավարության նիստում եւս մեկ նախագիծ կընդունվի աջակցության, որտեղ արդեն ոչ ջերմոցային արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերի սուբսիդավորում տեղի կունենա, մասնավորապես ուրեմն պտուղ բանջարեղենի մասին է, որը ոչ ուրեմն ջերմոցային արտադրանք է եւ իհարկե նաեւ մաքսատուրքի փոխհատուցում, որը էլի 8.5-ից մինչև 14.5% է սովորաբար լինում, այս առումով եթե նայում ենք, ըստ էության տեսնում ենք, որ արտահանման ծավալները շարունակական մեծանում են, մեր ապրանքները որակական առումով, սա շատ կարևոր է, որակական առումով մեր ապրանքների մի զգալի մասը չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, որովհետև այն ինտենսիվ այգիները, որոնք որ կան Հայաստանի Հանրապետությունում, դրանք բացարձակապես նույնական են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ինտենսիվ այգիների հետ, այն ջերմոցային տնտեսությունները, որոնք կան Հայաստանում, դրանք բացարձակապես նույնական են, նույնն են, ոչ մի մեթոդի, ոչ մի տեխնոլոգիայի տարբերություն չկա, ինչ որ Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում է եւ ստացված արտադրանքը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին, այնպիսի արտադրանք, ինչը որ Հայաստանի Հանրապետությունում է արտադրվում, այդ արտադրանքի մի էական մասը, ուրեմն այդ Global Gap սերտիֆիկատը, մյուս բոլոր սերտիֆիկատները ամբողջությամբ ունեն, դրանք բոլոր ստանդարտներին համապատասխանում են եւ դա է պատճառը, որ երբ որ մենք սուբսիդավորում ենք ու օրինակ ինքը հայտնվում է եվրոպական շուկայում, արագ վաճառվում է։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ Հայաստանը ունի աշխարհագրական որոշակի հեռավորություն եվրոպական շուկայի հետ եւ դեռևս եվրոպական միության հետ սահմանակից չէ, ինչի դեռևս, որովհետեւ մեր երկու հարևանները եվրոպական միության անդամակցության թեկնածու են եւ ըստ էության այս հեռավորության պատճառով որոշակի տեխնիկական խնդիրներ իրականում առաջանում են, ես սրա մասին նախորդիվ խոսել եմ, բայց եւս մեկ անգամ կասեմ։ Ենթադրենք ելակի մասին է խոսքը։ Այն ելակը, որը արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում, դա այն նույն ելակն է, ինչը արտադրվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այն նույն տեխնոլոգիաներով է արտադրվել, այն նույն մեքենասարքավորումներով է արտադրվել, այն նույն սացիլներով է արտադրվում, այն նույն մեթոդներով է արտադրվում, ինչ որ Ֆրանսիայում չկա որևէ մի բան, որով տարբերվում է։ Չի օգտագործվում պեստիցիդ, էլի օրգանական եղանակներով պայքարում են մյուս ուրեմն կենդանիների դեմ։ Ֆրանսիական ընկերությունը գալիս է կառուցապատումը իրականացնում է։ Ֆրանսիացի մասնագետները գալիս են, հետևում են բույսի աճին։
սացիլը բերվում է նույն տեղից։ Հիմա ուղղակի տարբերությունը որն է։ Ենթադրենք հոլանդական X ընկերությունից ֆրանսիացի ֆերմերը եւ հայ ֆերմերը նույն սացիլը առնում են։ Հոլանդացի ֆերմերը ծախսում է $500, ներողություն ֆրանսիացի ֆերմերը եւ տանում է այդ սացիլը հասցնում է Ֆրանսիա ու աճեցնում է ելակ։ Մերոնք ծախսում են $8,000, որպեսզի դա բերեն հասցնեն Հայաստան եւ նույն ապրանքը ստանան։ Արդեն իսկ տարբերությունը եղավ $7,500։ Հետո մի հատ էլ պետք է արտահանվի։ Նա ծախսում է, ասենք, $1,000, որպեսզի դա այդ տեղում հասցնի, մերոնք մի հատ էլ $8,000 օրինակ ծախսեն, որպեսզի գնան հասցնեն այդ շուկայում։ Կամ մի հատ էլ կա այնտեղ 8.5% կամ 14.5% մաքսատուրք։ Ասածս ինչ է, Հայաստանի Հանրապետության արտադրանքը բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Անցել են այն ժամանակները, երբ որ ասում են դե մեր ապրանքը լավը չի, ոչ միտեղ չի սպառվի եւ այլն։ Մեր միակ խնդիրը նա է, որ այո, մենք ունենք որոշակի հեռավորություն այդ շուկաներից, մեծ շուկաներից, տրանսպորտային ծախսերը իր որոշակիորեն ավելի բարձր են մեր մոտ եւ դրանք մեր ապրանքների մրցունակության վրա այդ առումով ազդում են։ Այսինքն որակական մրցունակության խնդիր մենք բացարձակապես չունենք, բայց գնային մրցունակության խնդիր ունենք օբյեկտիվորեն իմ ասած պատճառներով, որովհետեւ ասենք, չգիտեմ, Մարսելից Փարիզ մի քանի անգամ ավելի մոտիկ է եւ մի քանի անգամ ավելի արագ են հասնում, տասնապատիկ անգամ, քան ասենք օրինակ, չգիտեմ, Հրազդանից մինչեւ Փարիզ, դա շատ օբյեկտիվ է։ Այս պատճառները մենք ունենք, բայց պետք է աշխատենք բնականաբար, որպեսզի նաև արտադրողականության ավելացման, ծավալների մեծացման շնորհիվ մենք կարողանանք մրցունակության այդ խնդիրն լուծենք եւ դա է պատճառը, որ ես հատուկ նշեցի, որ մեր վերջին 7-8 տարում Հայաստանում արտադրողականությունը 2 անգամ ավելացել է, այսինքն դա նշանակում է, որ մենք միավոր ժամանակում, այսպես ասած, մեկ մարդը 2 անգամ ավելի շատ արտադրանք է թողարկում, որը էականորեն օրինակ լուծում է մրցունակության հետ կապված բազմաթիվ հարցեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն արձագանք եմ, պարոն Պապայան, ես ուզում եմ փաստորեն ձեր խոսքից արձանագրենք այն փաստը, որ այսօր գործարարները, արտահանողները որևէ խնդիր չունեն արտահանման հետ կապված, կախված բոլոր այն սահմանափակումներին, որ ունեցել ենք, բայց կխնդրեմ նաև արձանագրեք հետևյալը, արդյոք գյուղում գյուղացին ֆիզանձը արտահանման հետ եւս խնդիր չունի, այսինքն էկոնոմիկայի նախարարությունը իր հանձնառությունը, հասանելիությունը, կապը գյուղատնտեսության ոլորտում արտահանման ֆիզանձանց հետ նաև աշխատանքներ տարվում են եւ նման խնդիր չկա։ Չէ, ասել որ խնդիրներ չկան, մի քիչ երևի թե ճիշտ ձևակերպում չէ, կան խնդիրներ, որովհետեւ մենակ այն որ նույն արտադրողը, որը չնայած այն հանգամանքին այսօր արտահանում է Հունաստան, ինքը ամբողջ կյանքում արտահանել է Ռուսաստան, իր համար արդեն իսկ շոկային է, նոր բան պետք է սովորի, չգիտեմ, տարբեր հարցեր ընթացիկ առաջանում, ասենք օրինակ Թուրքիայում տրանզիտի հետ կապված թղթերի կարիք կար, որը առաջի անգամ դե պետք է սովորեն, իմանան ինչ կա, օրենսդրություն պետք է ուսումնասիրեն եւ այլն, այսինքն լինում են հարցեր ու դեռ կլինեն հարցեր։ Հարցը ուրիշ տեղ է, որ Հայաստանի ֆիքսենք, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող արտադրանքի մի մասը, մի էական մասը, հատկապես այն մասը, որոնք որ ստեղծվել են պետական աջակցության ծրագրերով, դրանք հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ են, հարյուրավոր հեկտարներով ջերմատնային տնտեսություններ են, դրանք ամբողջությամբ համապատասխանում են բոլոր ստանդարտներին եւ հեշտությամբ կարող են վաճառվել Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպական Միացյալ Նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում եւ այլ երկրներում։ Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին այդ արտադրանքները չեն համապատասխանում։ Կան արտադրանքներ, որոնք որ միգուցե ունեն խնդիրներ, այդ թվում ձեր ասած ուրեմն արտադրությունը, որովհետեւ մեկ այլ բան է, երբ որ դու օրինակ պամիդորի, լոլիկի վնասատու կենթանու դեմ պայքարում ես պեստիցիդ սրսկելով, մեկ այլ իրավիճակը, երբ որ դու ունես բաներ ջերմոց, որտեղ բաց ես թողնում հատուկ միջատներ, որոնք ուտում են այդ կենթանուն, ով պիտի վնասեր լոլիկին։ Այն երկրորդը ունի սերտիֆիկատ եւ վաճառվում է որտեղ ուզում է։ Առաջինը կարող է խնդիրների հանդիպել տարբեր ստանդարտների պարագայում եւ նման խնդիր իրականում կարող է եւ առաջանալ կամ արդեն իսկ առաջացել է։ Հետեւաբար դա է պատճառը, որ
մենք կենտրոնացել ենք բացարձակապես ինտենսիվ գյուղատնտեսության վրա, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսությունը դա միակ գյուղատնտեսության ձևն է, որը ունի ապագա։ Մնացած գյուղատնտեսության ձևերը ընդամենը խոցելի մեթոդներ են, որոնք ընդամենը կախվածություն, այսինքն իրենք շատ խոցելի են եւ հնարավորություն չեն տալիս մեծ հաշվով արդյունավետ գյուղատնտեսություն վարել։ Շնորհակալություն պարոն Պապայան, իմ տպավորությամբ ճիշտն ասած նաև հարցը վերաբերում էր նրան Տիկին Մանավազյանի արդյոք փոքր ձեռնարկատերերին նույնպես հասանելի են էկոնոմիկայի նախարարության ծրագրերը, այսինքն թե միայն մեծ խոշոր արտահանողների հետ է աշխատում, թե փոքրերի հետ նույնպես, եւ եթե այո, խնդրում ուղղակի ուղղություն տալ, թե փոքրերը ուր դիմեն, որպեսզի պարզ լինի մարդկանց համար։ Բոլորին հասանելի է, բոլորի համար հավասար է։ Այսինքն եթե քո ապրանքը համապատասխանում է պահանջներին եւ դու կարող ես արտահանել որևէ երկիր, դու կարող ես օգտվել մեր մաքսատուրքի արտոնությունից, դու կարող ես օգտվել տրանսպորտի փոխհատուցումից, բոլոր մեր ծրագրերից կարող ենք առաջարկել, որ օգտվեն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար